Եթերում մենք շարունակում ենք եւ Երևանի շատ տարբեր անկյուններում երաժշտական տարբեր հարթակներում, հատկապես վերջին շրջանում ենք լսում ենք այս ստեղծագործությունը, կրկին ողջունում ենք Ալբերտին ու մաղթենք դեկտեմբերի 13-ին մեծ հաջողություններ։ Ալբերտի գլխավորությամբ բոլոր երեխաները պետք է ձգտեն ու հասնեն իրենց երազանքներին, բայց արի ու տես, որ այսօր երեխաների հետ կապված շատ ուրիշ հարցեր կան, որոնք հստակ պահանջում են որոշումներ եւ պատասխաններ։ Եվ այս կարևոր թեմայի շուրջ ունենք հյուր ընկերներ, Երևանի քաղաքապետարանը հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն հասարակական կազմակերպության հետ միասին իրականացնում է հուզական աջակցության թեժ գիծ ծրագիրը, մանրամասները մեր հյուրի հետ։ Մեր տաղավարում է Երևանի քաղաքապետարանի երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ղարիբյանը, ողջույն։ Ողջույն։ Շնորհակալ ենք անչափ, որ առավոտը սկսում եք մեզ հետ եւ խոսելով այս ծրագրի մասին մի փոքր գնանք հետ մոտ 8 ամիս առաջ, երբ եղավ գաղափարը եւ քաղաքապետարանը որոշեց համագործակցել հասարակական կազմակերպության հետ ստեղծելով այն։ Ինչու եւ որտեղ էր խնդիրը, որ պետք էր հենց այս ծրագրով ներկայանալ։ Բարի, նախ երևի թե հետ գնանք ոչ թե 8 ամիս, այլ առնվազն 1 տարի, որովհետև նման ծրագրերը եւ ընդհանրապես համագործակցությունները հասարակական կազմակերպությունների հետ իրանք տեղի են ունենում արդեն գոյություն ունեցող աշխատանքային կարգով, հա, դա Իրանից ենթադրում է, որ կազմակերպությունը սկզբից ներկայացնում է դիմում քաղաքապետանի անունով, հետո արդեն համապատասխան ստորաբաժանումը, այս դեպքում արդեն մեր վարչությունը, երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչությունը կատարում է համապարփակ ուսումնասիրություն։ Նաեւ տեղի են ունենում բազմաթիվ, երբ որ ասում եմ բազմաթիվ, իրոք, բազմաթիվ 10-ից ավելի առնվազն կարող է քննարկում ունենան գործընկեր կազմակերպության հետ, որպեսզի հասկանանք արդյոք ծրագիրը նախ կարողանում ենք ադապտացնել այն մարտահրավերներին, որոնք որ կան այսօր Երևան համայնքում, եւ ինչպես ենք համոզվում, որ ծրագիրը այն գումարը, որը որ հատկացվում է համայնքային բյուջեից, դա մաքսիմալ օգտագործվում է պրոդուկտիվ տարբերակով։ Այս քննարկումները հիմնականում տեղի են ունեցել 24 թվականին։ Իսկ ինչու, որովհետև նախ առաջինը մենք ունենք հասարակությունում մարտահրավերներ, ու դա շատ նորմալ է, ընդունված է, յուրաքանչյուր հասարակությունում կան մարտահրավերներ։ Ու այդ մարտահրավերներից մեկը իհարկե փոխկապակցված է հոգեկան առողջության հետ, բայց ցավոք շատ ժամանակ ինչի ենք առնչվում, դա այն է, որ հոգեկան առողջության մարտահրավերները փոխկապակցված են արդեն խարանի հետ, այսինքն իրանք անտեսանելի են, թե մարդը ունի առողջական որևիցե այլ խնդիր, դա շատ ավելի տեսանելի է, ընդունված է, հա, որ գնանք բժշկի ստանանք աջակցություն, բայց որպես այդպիսին հոգեկան առողջության ոլորտում եւ գոյություն ունի խարան, եւ նաեւ իհարկե մենք հասկանում ենք, որ մեր հասարակության որոշ խավի ներկայացուցիչներ, իսկ ես խոսում եմ մարդկանց մասին, ովքեր որ գտնում են սոցիալ-տնտեսական բարդ կամ մարտահրավերային իրավիճակում, հնարավորություն կարող է չունենալ իրանց թույլ տան պայմանական, եկեք շատ միջինացված, միգուցե արդեն հին կին ասեմ, 15000 դրամ վճարեն մեկ այցելության համար։ Քաղաքապետարանը հասկանալով, որ հոգեկան առողջություն, նախ չկա առողջություն առանց հոգեկան առողջության, դա առաջինը, եւ նաեւ հասկանալով, որ կարեւոր է խթանել հենց հոգեկան առողջության առաջխաղացումը, նորմալիզացնել եւ լինել մեր համայնքի կողքին, տալով իրենց հնարավորություն, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր որ բախվում են հոգեուզական մարտահրավերների հետ կարողանան ստանալ աջակցություն, սկսեց համագործակցությունը այս կազմակերպության հետ։ Ընդհանրապես մենք հասարակական կազմակերպությունների հետ շատ ակտիվ համագործակցության փորձ ունենք, հա, ներկայապայն մենք համագործակցում ենք ավելի քան 11 հասարակական կազմակերպությունների հետ, որոնցից շատ-շատերը պարտադիր կերպով տրամադրում են հոգեկան առողջության այս կամ այն ոլորտի աջակցություն։ Դա կարող է լինել վերականգնողական աշխատանք, դա կարող է լինել թերապևտիկ աշխատանք, դա կարող է լինել կանխարգելիչ աշխատանք, կապված թե ինչ խմբի հետ աշխատանքը տարվում, հա, այսինքն աշխատանքը կարող է տարվել տարեցների հետ, աշխատանքը կարող է տարվել հաշմանդամություն ունեցող անձանց հետ կամ երեխաների հետ եւ այլն։ Այս ծրագիրը իր առանձնահատկություն ունի միևնույն ժամանակ, այսինքն եթե մենք խոսում ենք ծրագրի մասին, ի տարբերություն շատ այլ
ծրագրերի, որտեղ որ մենք ունենք արդեն նախնական հաստատած շահառուների քանակ, ստեղ մենք դա չունենք, այսինքն ծրագիրը որպես այդպեսին ինքը նաև ռազմավարական է։ Մենք գիտենք ինչքան կարող է լինել շահառուա թողարկությունը մաքսիմալ տարեկան կտրվածքով։ Եթե ծառայել էինք զրուցում, բավականին լավ թվերի մասին ենք խոսում։ Մենք խոսում ենք մոտավորապես 21000, եթե ոչ մի բան չփոխվի, այսինքն եթե չավելացվի մինչև 21000 շահառու։ Այո, մինչև 21000 զանգ կարող է սպասարկվել։ 21000 զանգը կարող է լինել 21000 շահառու, 21000 զանգը կարող է լինել 10000 շահառու։ Ընդհանրապես գործընկերներից ստացած դատայով մենք գիտենք, որ կան շահառուներ, ովքեր որ շարունակաբար զանգահարող շահառուներ են, այսինքն մեկից ավել անգամ են զանգահարում եւ ունեն շարունակական աջակցության կարիք։ Կան շահառուներ, ովքեր որ զանգահարում են մեկ անգամ, մենք նաեւ գիտենք, որ առնվազն 15 եւ ավել տոկոսը շահառուներն, ովքեր որ ունեն ինքնասպանության մտքեր, նախատրամադրվածություն կամ փորձ, այսինքն որպես այդպիսին այս հուզական աջակցության թեժգիծը նաեւ լուծում է շատ կարեւոր մարտահրավերային մի հատ խնդիր հանրային առողջության ոլորտում, որին որ ցավոք միշտ չէ որ մենք անդրադառնում ենք։ Իսկ քաղաքապետարանը դա այն գերատեսչությունն է, որը որ ակտիվորեն խթանում է հոգեկան առողջությունը այսօր Հայաստանի Հանրապետությունում, ոչ միայն Երևանում, այսինքն չնայած որ շահառուների մեծամասնությունը, այսինքն առնվազն 60%-ը Երևան համայնքի շահառուներ են, թեժգիծը հասանելի է ամբողջ հանրապետությամբ, երկուշաբթիից ուրբաթ, առավոտյան ժամը 9-ից մինչև 6-ը։ Թեման շատ մեծ է եւ մասշտաբային, մենք այսօր եւ հյուրի կարգավիճակով եւ առհասարակ մեր կյանքում հանդիպում ենք հասարակական կազմակերպությունների, ովքեր պատկան մարմինների եւ պետական աջակցությամբ այո ունեն նախաձեռնություններ, որոնք վերաբերում են երեխաների խնամքին, հոգեբանորեն նրանց ներդաշնակ լինելուն, սոցիալապես ապահով լինելուն։ Սա կարևոր եւ հերթական նախաձեռնությունների ասպեկտ է, բայց հետաքրքիր է ինչպես եք ֆիլտրում, որն է այն ձևաչափը, որ այս մեծ դաշտում, որտեղ իսկապես մարդիկ ուզում են բարի գործ անել, համենայն դեպս պետք է մեկը մյուսին լրացնի, որպեսզի չկրկնվենք եւ նույն խնդրի շուրջ բոլորս չհավաքվենք, ամեն դեպքում որքան էլ խնդիրը մեծ է։ Ինչպես եք ֆիլտրում, որն է ձեզ համար առաջնայինը, հատկապես թեժ գիծ ծրագրի շրջանակներում եւ ինչին եք տալիս նախապատվություն ավելի կարևոր։ Այն մարտահրավերներ, որ դուք հիմա բարձրաձայնում եք, դրանք նաև մարտահրավեր են մեզ համար, հա, այսինքն մենք շարունակաբար դրա շուրջ աշխատանքներ ենք տանում, որովհետև համայնքում առկա մարտահրավերները շատ են, այսինքն մենք ունենք եւ պայմանական երեխաների պաշտպանություն, հա, ու կարող է գործ ունեն երեխաների հետ, ովքեր որ ենթարկվում են հոգեբանական կամ այլ տեսակի բռնության ընտանիքում։ Սա այլ տեսակի աջակցություն։ Որը թերևս ամենատարածվածներից մեկն է, երևի թե, չգիտեմ։ Համեմատաբար Երևանում ստատիստիկան այդքան էլ վատ չի, այսպես ասեմ։ Մարզերի հետ համեմատում։ Եթե համեմատում ենք այլ տարածքների հետ, Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես Երևանում երեխայի պաշտպանության ոլորտը պատմականորեն մենք ստեղծել ենք մեխանիզմներ, որով որ կարողանում ենք հնարավորինս արագ կանխարգելել դա։ Բայց սա պայմանական մեկ ուղղություն է, հա, մենք ունենք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, ներգրավվածությունը հասարակությունում եւ իհարկե կարիքները, որոնք որ բխում են դրանից։ Մենք ունենք բռնի տեղանված անձանց հետ աշխատանքը, որտեղ էլի գործ ունենք պոտենցիալ տրավմատիկ, ես չեմ ուզում ասել տրավմատիկ, որովհետև դա պիտակավորում է, ես կասեմ ճիշտ տերմին է, պոտենցիալ տրավմատիկ փորձառության հետ, հա, ստեղ նույնպես կարող են գործ ունենալ եւ հոգեբանական, եւ սոցիալական, եւ սոցիալ-տնտեսական մարտահրավերներ հետ, ունենք այնտեղ զբաղվածության հետ կապված ծրագրեր եւ այլն, այսինքն լիստը կարող է շարունակվել իմ կյանքի ռիթմի մեջ ներգրավված լինելու հետ կապված նաեւ։ Ու երբ որ մենք նայում ենք, հիմա խեմ ես սա բացատրում, հա, որովհետև հասկանալով թե ինչքան գործառույթները մեր առջև դրված եւ ինչքան են շատ մարտահրավերները, մենք փորձում ենք հնարավորինս բալանսավորել, այսինքն ընտրելով ծրագիր,
որը որ արդեն ուսումնասիրվում են տարբեր վարչությունների կողմից, լինում են համապարփակ քննարկումներ, ենք փորձում են գոնե 1-2 գործընկերոջ միջոցով առնվազն, հա, կարողանալ ոլորտային որևիցե բացի հարց լուծել կամ տալ լուծումներ։ Հիմա որպես այդպեսին, եթե մենք նայում ենք թեժ գծին, որպես ծրագիր, նման ծրագիր նման մասշտաբներով Հայաստանի Հանրապետությունում միջև մեր աջակցությունը տեղի չունեցել։ Այսօր թեժ գիծը եւ տրամադրում է աջակցություն, հա, ինչպես նշեցի, ինքնասպանության մտքեր ունեցող անձանց, բռնի տեղահանված անձանց, մենք գիտենք, որ իրենց ստատիստիկայով շահառուների մոտ 15%-ը նաեւ ընտանեկան բռնության ենթարկված կանայք են լինում այդ ժամանակ, որի ընթացքում տրամադրում է եւ աջակցություն, եւ անվտանգության պլանավորում, եւ ռիսկերի կառավարում, կապ է պահվում համապատասխան մարմինների հետ, հա, այսինքն կատարում են համապարփակ ուղղորդումներ, նաեւ իրենց հետ աշխատելու պայմաններից մեկը այն էր, որ իրենք կատարեն քարտեզագրում եւ հնարավորինս շահառուին տրամադրվի համալիր աջակցություն։ Իմ կողմից արդեն որպես վարչության պետ մեր նպատակը այն է, որ մեր համայնքում գործող հասարակական կազմակերպությունները, մասնավորապես նրանք, ովքեր որ սերտորեն համագործակցում են քաղաքապետարանի հետ եւ ստանում աջակցություն քաղաքապետարանի կողմից, իրենք կարողանան ուղիղ համագործակցել, որpիսի մենք նվազեցնենք այս բյուրոկրատիան եւ քաղաքացին, որը որ գտնվում է պայմանական ստրեսային իրավիճակում, ինքը կարողանա, եթե Երևան համայնքի հատկապես քաղաքացի է, ինքը կարողանա հնարավորինս արագ ստանալ աջակցություն, հա, պայմանական A հասարակական կազմակերպությունում ստացավ սա, B-ում ստացավ սա։ Շատ ծավալուն եւ խորքային են բացատրությունները, բայց տեղավորվելով եթերաժամի մեջ կխնդրեմ նաեւ որպես ամփոփում արդեն բոլորիս բացատրեք ինչպես է ընթացակարգը ձեզ միանալու, ձեզ դիմելու ձևերը եւ տարբերակները։ Բարի, քաղաքապետարանը բաց է համագործակցության համար ու մենք ընդհանրապես ես սրա մասին նաև խոսել եմ ազգային ժողովում, որ մենք այն գերատեսչությունն ենք, որը որ ակտիվորեն համագործակցում է եւ այլ գերատեսչությունների հետ եւ այլ մարմինների հետ, հա, հատկապես հասարակական կազմակերպությունների հետ։ Սա պայմանավորված է եւ թիմի օրենքներով եւ հենց վարչության կանոնադրությամբ։ Ոնց է ընթացակարգը, հա, երբ որ եթե կա ծրագիր, որը որ համապատասխանում է մեր կանոնադրությանը, իսկ մեր կանոնադրությունը դու կարող եք ծանոթանալ այցելելով քաղաքապետարանի կայք, ծրագիրը ձեր կողմից մշակվելուց հետո ներկայացում է դիմում քաղաքապետարան, քաղաքապետի անունով, որը որ արդեն անցնում է համապատասխան ընթացակարգով եւ ստանում հավանություն։ Ես ուզում եմ այստեղ disclaimer անել, եթե կարելի է, սա արագ process չի եւ սա ուղղակի դիմում ուղարկել, փորձենք կստացվի, հա, այտենց process չի։ Սա պահանջում է ժամանակ, սա պահանջում է մեզ համար շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր գործընկերում հետ որ մենք աշխատում ենք, իրենց մեթոդամարությունը գիտահեն է, հա, իրենք չեն վնասում շահառուներին, ում հետ որ իրենք աշխատում են եւ իհարկե մեզ համար նաև կարևոր է տեսնել արդյունքները, երբ որ մենք համայնքային բյուջեից ներդրում ենք անում, մենք ուզում ենք տեսնել արդյոք պայմանական աուտիստիկ սպեկտրումում գտնվող երեխան նվազում է իր հետ աշխատանքի դինամիկան, այսինքն մենք ունենք պրոգրես, թե չունենք, այստեղ մենք ունենք օրինակ ինքնասպանության դեպքերի կանխարգելում։ Կարևոր է սկիզբը հաջող ընթացք ունենալու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք Անչափ, առավոտում ես հետ սկսելու համար, ձեզ բոլորի սիրելի հեռուստադիտողներ մաղթում ենք հուզական առողջություն եւ առանց դրա առողջությունը լիարժեք չի լինի, եղեք առողջ, մնացեք առաջին ալիքի եւ առավոտ լսոյի հետ, մենք շարժվենք առաջ։